Այսօր խոսելու ենք արվեստի արդի եւ բարդ հարցերի մասին եւ դա անելու ենք մեր այսօրվա հյուրի արվեստաբան, արվեստի համադրող Վիգեն Գալստյանի հետ։ Ինչին ենք անվանում ժամանակակից արվեստ։ Ես տեսել եմ քանի տարի առաջ մի գործ Վենետիկի բիենալեում չինացի արվեստագետի կողմից, որը ռոբոտով արված աշխատանք էր։ Լուվրում այդպես գնում եմ կիլոմետրերով նույն ոճի նկարները, քանդակները ու մի ժամ հետո ձանձեցած, ոնց կարելի 300 տարի նույն բանը նկարել։ Կարեն ոնց է մի ժամ դիմացել։ Արաքս Ներկարարյանը, որը առաջի տենց ֆեմինիստական կարևոր աշխատանքներից էր, արադի ֆոնի տենց վակխանալիա էր նկարել, կիսապորնոգրաֆիկ տենց պատկերներով։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, բունի եթերում այս եթերաշրջանի վերջին բարդ մարտն է եւ ձեզ հետ են ինչպես միշտ Կարենը եւ Սոնան։ Եթերաշրջանը ավարտելու թերևս լավագույն ձևը խոսելն է մարդուն թթվածին, թևեր եւ լիք այլ բաներ տվող եւ նրա անմիջական առօրյա կարիքներից անդին տանող ոլորտի մասին։ Այսօր խոսելու ենք արվեստի արդի եւ բարդ հարցերի մասին եւ դա անելու ենք մեր այսօրվա հյուրի արվեստաբան, արվեստի համադրող Վիգեն Գալստյանի հետ։ Ողջույն Վիգեն։ Ողջույն։ Շնորհակալ ենք, որ ժամանակ եք գտել այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Վիգեն, իմ գոնե դիտարկումներով մարդկանց համար արվեստ ասվածը, հատկապես ժամանակակից արվեստ ասվածը լավագույն դեպքում ինչ որ հետաքրքիր մի բան է այնտեղ միտեղ, որ ինքը գուցե լավ չի հասկանում, բայց պետք է կամ պետք չէ իմանա, ամեն դեպքում իրեն չվերաբերվող շատ հաճախ բան է։ Եթե մի բան ասելու լինեիր, հա, արվեստի, ժամանակակից արվեստի մասին, թե ինչով է դա կապված մարդու կյանքի հետ, ինչ կասեիր։ Շատ հետաքրքիր տեղից է սկսում եւ նաեւ տրամաբանական ցունա իրականում նախ պետք է ասեմ որ արվեստը ոչ միայն ժամանակակից արվեստը իր տարբեր պատմական դրսևորումներով եւ ընթացքներով միշտ ներկա է հասարակության կյանքում, այսինքն ինձ չի որ այ պատմական արվեստը ինչ որ միտեղ դրած է եւ դա մասնակցություն ունի այսօրվա մեր իրադարձությանը եւ միայն ժամանակակից արվեստն է այսօրվա իրականություն ինչ որ առումով ձևավորում, այդպես չէ, որովհետեւ այսօրվա մշակույթը, օրակարգերը, քաղաքական հայացքները եւ իրավիճակը նաեւ փոխում են մեր վերաբերմունքը պատմական արվեստի շուրջ եւ շատ տարօրինակ գործընթացների միջոցով նույնիսկ պատմական արվեստն է շատ հաճախ վերստին դառնում արդիական եւ նորովի ընկալվում, խնդրականացվում, այսպես ասած ակտիվանում, վերաակտիվանում, բայց երբ որ եթե փորձեի ասել թե այ ինչու է արվեստը կարեւոր հասարակ մարդու համար, որը միգուցե նույնիսկ երբևիցե չի առնչվել դրա հետ, որովհետև դրա կարիքը չի զգում, իր մշակութային սպառման շրջանակներում այդ արվեստ հասկացողությունը առանձնապես կարիքից չի բխում, հա, որևիցե հստակ։ Ես միշտ ուզում եմ բերեմ այս մի օրինակը, օրինակ այն հայտնի ֆիլմը ամերիկյան Սատանան կրում է Պրադան։ Դեռ կա մի հատ շատ հայտնի տեսարան, որը նույնիսկ վերածվել է ինչ-որ առումով մեմի, երբ որ Meryl Streep-ի կերպարը բացատրում է իր ասիստենտուհուն, թե այդ սվիտերը, որ տգեղ սվիտերը, որ ինքը հագել է, ու ինքը գցնում է այդ մարդկանց, որոնք այնտեղ նստած ինչ-որ թվում է թե անհեթեթ բաներ են անում, ընտրություններ, բան, այս կանաչը չէ, այս մյուս կանաչը Սիրուլյանը եւ այլն, ինքը բացատրում է թե ոնց է հսկայական աշխատանքի ընտրությունների միջոցով այնպիսի ապրանք ձևավորվել, որը ինքը կրում է եւ այդ որոշումները կայացվել են այդտեղ։ Կարելի է ինչ որ առումով այդ գիծը տանել էլ ավելի հետ ու ասել, որ իրական այդ գործընթացը սկսում է շատ ավելի այլ տեղ, սկսում է հենց արվեստագետներից, այն մարդկանցից, որոնք այդպիսի հարցերը, ասենք, ինչա գույնը, ինչա ձևը, ինչա նշանակում նորաձևությունը, ինչա նշանակում մարմինը ընդհանրապես, հա, այդ հարցերի շուրջ են մտածում եւ արվեստի տիրույթում դրանք վերածում են տեսանելի եւ շոշափելի ձևերի եւ հետեւաբար այդուհետ այդ
այդ իրանց առաջարկները, հա, արվեստի գործերի տեսքով սկսում են տարածվել ավելի լայն massայական մշակույթում, փոխառնվել, վերածվել այլ ապրանքների։ Թեկուզ ավելի էժանագին բան դառնալ, բայց արդեն վերածվել սպառողական ապրանքների եւ եթե մերօրյա իհարկե համատեքստի մասին ենք խոսում, արդեն սկսում են ձևավորել մարդու կենսական միջավայրը, սկսած նրանից ինչ մենք հագնում ենք, ինչը մենք դիտում ենք, սպառում ենք հեռուստատեսությամբ եւ մեր սոցիալական ցանցերով ոնց են կահավորում, հա, մեր տունը, օրինակ, չգիտեմ, եթե շատերը իրենց տունը վերանորոգել են եւ կարողա բանավեճեր լինեն, չէ՞, ինչպիսի կահույք եւ ինչ ոչի կահույք, չէ, ընտրեն ու դրանք նաեւ գեղագիտական հարցեր են, որոնց մասին սովորաբար մարդը չի մտածում, բայց եթե դու օրինակ հավանում ես, չգիտեմ, պարզ IKEA-ի ոճի կահույք, դրա ակունքները գալիս են, ասենք, չգիտեմ, 20-ականների մոդեռնիստական շարժումներից, Bauhaus-ից, Մալևիչից եւ այսինքն այդ մարդիկ են այդ ամեն ինչը։ Այսինքն այն ինչ դու ապրում ես որպես քո էմոցիա, ասենք նախընտրություն, սիրում եմ այս գույնը, սիրում եմ այս ապրանքը, սիրում եմ այս, հա, նույնիսկ պաղպաղակը։ Նույնիսկ պաղպաղակը ամեն ինչն է այդ առումով կապված արվեստի հետ շատ ուղիղ կերպով, ես կարելի ասել, ուղղակի իհարկե մեր սովորական կենցաղային հարաբերությունների մեջ մենք չենք մտածում, չէ՞, որտեղ մենք մեզ հարց չենք տալի, որտեղից է այս իրը առաջացել, որտեղից է այս իմ ցանկությունը ընդհանրապես առաջացել, որովհետև թվում է թե այն ինչ որ մենք ցանկանում ենք կամ հավանում ենք կամ հավատում ենք որ ճշմարիտ է կամ հավաստի է, դա ինչ որ մեր ներքին զուտ մեր ներքին գործողությունների սուբյեկտիվության արդյունք է, բայց իրականում այդքան էլ այնպես չի։ Այն ինչին մենք համարում ենք օրինակ ճշմարիտ վեհ կամ արժեքավոր եւ այլն, շատ հաճախ նաեւ ձևավորվում է հենց այն արժեհամակարգերի կամ այն գաղափարների միջոցով, որը ձևավորվում է արվեստի դաշտում։ Մի հատ ուզում եմ իբրև էլի պես նախաբանում, մի հատ մեթոդաբանական հարց ճշտենք, էլի առհասարակ ինչին ենք անվանում ժամանակակից արվեստ։ Արվեստի եւ ժամանակի հարաբերություն, այսինքն եթե ասում ենք ժամանակակից արվեստ, դա նշանակում է կա նաեւ ժամանակավրեպ արվեստ, թե կա նաեւ վերժամանակակյա կամ անժամանակ արվեստ, որը միշտ ակտուալ է։ Սա շատ լուրջ հարց է, որովհետեւ հաճախ երբ որ ասում ենք ժամանակակից արվեստ, ինչ որ այդ contemporary art կոչվածը կոնկրետ ինչ որ ընտրանք ենք հասկանում, դրա տակ տեղավորվող էսթետիկ, մեթոդաբանական, չգիտեմ, գիտական, փիլիսոփայական ինչ որ պարամետրերի ընտրանք։ Այստեղ հարց առաջում, արդյոք հնարավոր է ստեղծել 2025 թվականին արվեստ, որը ժամանակակից չի, եւ եթե ինչ-որ բան ստեղծում է, որը ժամանակակից չենք համարում, արդյոք դա արվեստ է թե չէ։ Էլի շատ բազմաշերտ հարց է կարեն, որտեվ իրականում այդ հարցի եւ այդ խնդրի շուրջ այսօր չկա միանշանակ այտենց համաձայնություն, թե ոնց պետք է ձևակերպել այդ ժամանակակից արվեստ ասածը եւ ինչ է դա իրանց ներկայացնում, ինչ է ինքը անում, բայց մի բանի շուրջ, այո, հիմնականում այն մարդիկ, որոնք աշխատում են այդ դաշտում, հա, տեսաբաններից, փիլիսոփաներից սկսած մինչև համադրողներ համաձայն են, որ այո, կա ժամանակակից արվեստ, մեծատառով ժամանակակից արվեստ, որը իրանից ներկայացնում է շատ կոնկրետ ուղղություն տեսողական արվեստի դաշտում եւ դա առանձնանում է այն արվեստից, որը ուղղակի ստեղծվում է այսօր, հա, որին կարող ենք պայմանականորեն ասել մասսայական արվեստ։ Փոքրատառով, այսինքն ժամանակակիցը տվյալ դեպքում ինչ որ այսօր ակտուալ արվեստն է, իսկ ժամանակակիցը մեծատառում դա որոշակի երևույթ եւ դիսկուրս ներկայացնող, այո, բնույթ ունեցող, ասենք ասեմ, ավելի շուտ, որտեղ դիսկուրսները կարող են տարբեր լինել, բան է, ինչով է ինքը տարբերվում առաջին հերթին, ես էլի պարզ օրինակներ փորձեմ բերել, որպեսզի իհարկե էլի եմ ասում, սա
սրա շուրջ շատ տարբեր պատկերացումներ կան, որովհետև օրինակ կա հայտնի ամերիկացի փիլիսոփա արվեստի տեսաբան Արտուր Դանտոն, որ ասում է, որ արվեստը, այնպես իր դասական հասկացողություններով մահացել է, այսինքն կարելի ասել 60-ականներից հետո այդ արվեստը այլևս գոյություն չունի եւ կա արվեստ, որը ստեղծվում է արվեստի մահվանից հետո։ Եվ ինչ է այդ արվեստը, դա համատարած մի երևույթ է, որտեղ չկա բարձր եւ ցածր կատեգորիաներ, չկան ինչ որ այս տեսակի արվեստը առաջադեմ է, սա հետադեմ է, բոլորը անում են ուղղակի այն կարգի արվեստ, որ իրանց ինչ որ առումով դուր է գալի կամ անհրաժեշտ է, իհարկե կա դրա ուղիղ հակառակ մտայնություն, ավելի ձախական օրինակ տեսաբանների մոտ, որոնք ոնց համար արվեստը, մեծատառով արվեստը, դա շատ էլի սպეციფიկ երևույթ է, որտեղ առաջնային է արվեստագետի դերը որպես բյուրոկրատի, հեղինակության, այսինքն արվեստագետը առաջին հերթին իրանից ներկայացնում է ինստիտուցիոնալ մի միավոր, որը ունի հեղինակություն, ասելու այս սա նշանակալի է, օրինակ այս հերոստացույցը, որ այստեղ դրված այս պանրադանի, եթե ես լինեի հեղինակավոր արվեստագետ, կարայի գայ ասեի ես արվեստի գործ է, ես հիմա ստորագրեմ ու ես սա կոչում եմ արվեստի գործ, ինչ-ինչ պատճառներով, որովհետև եւ այլն, եւ ուստի դա արդեն իսկ լեգիտիմացնում է տվյալ առարկան որպես արվեստի գործ։ Հիմա շատերին կարող է դա թվալ խելագարություն, որտեղ այն բոլոր ձևաչափերը, որոնցով մենք սովոր ենք սահմանել այդ ժամանակակից կամ արվեստ հասկացողություն ընդհանրապես, դա չի պարզա չէ, բայց իրականում սա գործընթացներ, որոնք տեղի են ունենում սկսած նույն Մանլևիչի Սև քառակուսուց, Մարսել Դյուշանի հայտնի շատրվան քանդակից, որտեղ նա ընդհանրապես զուգարանակոնքեր օգտագործել արվեստի գործ ստեղծելու, հա, այսինքն այդ ժամանակակից արվեստն տեսնում ենք, որ իրականում իր արմատները ոչ թե օրինակ դասական պատմագրական իմաստով 60-ականների կեսերին էին, երբ որ հատկապես Ամերիկայում սկսեցին ձևավորվել, հա, այդ ձևաչափերը, այլ շատ ավելի շուտ 10-ականներին, 20-ականներին արդեն տեսնում ենք նույն ֆորմատները։ Ինչ եմ ես տեսնում որպես ժամանակակից արվեստ, տենց շատ լայն պարզ եթե սխեմաների վերածենք, օրինակ եթե ոմն մեկը որ ունակ է վարպետացած, ասենք գեղանկարչության մեջ, կարողանում է պատկեր ստեղծի, չգիտեմ, ստացել է լավ նկարի ու հենց Արարատի հենց օրինակով էլ վերցնենք, էլի, այդ գնացել է Թերլեմեզյանում սովորել է գծանկար, ոնց հեռանկար կառուցել, լույս ու ստվեր եւ այլն, ու դե ուզում է նկարի Արարատ լեռը իր սովորական այտենց բնանկարային, հա, ֆորմատներով դասական կոմպոզիցիա եւ այլն, նկարում է շատ գեղեցիկ պատկեր է ստանում, յուղաներկով կտավի վրա դնում է շրջանակի մեջ, հիմա դա ժամանակակից արվեստ չի, այդ տարական, հա, ինչը կլիներ ժամանակակից արվեստ, եթե մեկ այլ արվեստագետ, որը ուզենար ռեֆլեքսիա ենթարկել Արարատի քաղաքական երևույթը, նմանավանդ այսօրվա մեր կոնտեքստում, երբ որ Արարատը որպես նշան, որպես խորհրդանշան, որպես սիմվոլ, հա, արդեն խնդրականացված է, չէ՞, մեր մշակույթում, եւ հա, դեկոնստրուկցիա, բայց նաեւ անդրադարձ է կատարվում շատ տարբեր հարցերի, այսպես ասած, փունջի, հա, նույն Արարատի պատկերագրության հետ ենթադրենք, օրինակ նմանատիպ արվեստագետեր Արաքս Ներկարարյանը, որը 90-ականին շատ սկանդալային մի Արարատ էր նկարել, որտեղ Արարատն էր, դա հետ անկախության շրջանի
առաջի տենց ֆեմինիստական կարևոր աշխատանքներից էր արարատի ֆոնի տենց վակխանալիա էր նկարել կիսապորնոգրաֆիկ տենց պատկերներով ու մինչև օրս այդ գործը, որը իհարկե շատ հայտնի է ժամանակակից արվեստագետների, արվեստաբանների շրջանակներում, բայց լայն հանրությանը գրեթե հայտնի չի, ինչ որ առումով դարձել է իկոնային հենց մեր ժամանակակից արվեստի պատմության համար, դա իրոք ժամանակակից արվեստի գործ է, որովհետև այդտեղ չկա այդ ռոմանտիզմը եւ այդ նույն հայացքը, որ ասենք Բաշինջանյանական այդ պրիզման, հա, որովհետև եթե դու այսօր նկարում ես Բաշինջանյանի նման, պարզ է, չէ, որ դա ժամանակակից չի նկատի ունենալով այսօրվա ժամանակի մեր օրակարգերը, պահանջները, հայացքները, այլ դու աշխատում ես մեկ այլ ժամանակի մեջ, որը անցյալում է։ Հիմա ասել դա արվեստ է, թե արվեստ չի, կարելի ասել արվեստ է, բայց տենց ավելի մասսայական ինքը մոտավորապես ունի նույն կարգավիճակ, ինչ որ ասենք, եթե մեկը վերցնի Instagram-ի ֆիլտրներով նմանատիպ ռոմանտիզացված լուսանկար անի, նշանային առումով դրանք նույն բաներն են, հա։ Նոր բան չկա։ Դե չկա այդ խնդրականացման ցավոտ ինչ որ խնդրականացմանը եւ ժամանակակից արվեստը դա նաեւ այն երևույթն է, որը միշտ իհարկե հարցի տակ է դնում ինչն է արվեստը, այսինքն եթե քո մոտ չի առաջանում սա արվեստ է թե արվեստ չէ հարցը, մեծ հավանականությամբ դուք այն ժամանակակից արվեստին չեք նայում։ Իհարկե այսօր շատ ձևաչափեր արդեն այնքան տարածված եւ ընդունելի են դառել, որ մեծ հաշվով տենց լայն հանդիսատեսը արդեն ընտելացել է, ինքը գնում է եւ չի զարմանում, նույնիսկ արդեն սովորել է սիրել, ինչ որ առումով ժամանակակից գիտի, որ պետք է ասի, որ ինչ որ հա, գոնե փորձում է տենց հաղորդակցվի ինչ որ ձևով, կարդում է տեքստը, փորձում է ինչ որ ռեֆլեքսիայի ենթարկել են ինչ որ ինքը տեսնում է, անպայման չէ որ ինքը դա հավանի, բայց որ հատկապես արևմուտքում ենք տեսնում ենք թե ինչքան պոպուլյար է իրոք դառել այդ ժամանակակից արվեստ կոչված է, ի տարբերություն օրինակ Հայաստանի, ի շնորհիվ այն մեծ ինստիտուցիաների, որոնք հսկայական աշխատանք են տանում, որպեսզի դա դառնա մասսայական եւ ոչ թե ինչ որ տենց մարգինալ երևույթ։ Ըստ էության նաև ժամանակակից արվեստը այն մասին է, ժամանակակից արվեստի հանդեպ արձագանքը ռեակցիան այն մասին է, թե դու ժամանակին համընթաց քայլում ես, թե չէ։ Այսինքն, օրինակ, եթե դու հասարակություն ես, որտեղ ոչ միայն արվեստի ոլորտում, այլև այլ ոլորտներում էլ դու մի քիչ ոնց որ հետ ես ընկած կամ ինչ որ բաներ դեռ ավանդական չէ, կոնսերվատիվ պատկերացումների վրա են հիմնված, արվեստն է քեզ դժվար կլինի վերցնել, ընդունել, չէ՞, իր ամենանոր ձևերով։ Թե հենց արվեստը կարա լինի այդ իմպուլսը, որ դե արվեստը միշտ աշխատում է լինել։ Ազդակ, խնդրականացնող եւ համենայն դեպս արվեստը այնպես որ մենք ենք արդեն սկսել հասկանալ որպես այտենց ինքնավար առանձին մի հատ տիրույթ, որովհետեւ միշտ չի որ պատմականորեն դա այդպես է եղել, ինչ որ առումով կարելի ասել որ միայն վերածննդից սկսած, նույնիսկ ես կասեմ մի քիչ ավելի ուշ, որտեղ վերածնունդը այնուամենայնիվ անցումնային շրջան էր, հա, երբ որ արդեն սկսեց ձևավորվել արվեստ հասկացողության լրիվ նոր գաղափարներ, որ դա չպետքա ծառայեր, ասենք, եկեղեցուն, էլիտային, հասարակ ինչ որ տենց բաների, այլ ինքը կարող էր գոյություն ունենալ ինքն իր համար, որպես առանձին, որպես կարևոր ոլորտ, որտեղ էլի Դանտոնն ասում, որ մինչև 18-րդ դարը կարելի ասել, որ այդ արվեստը, որ մինչև այդ է ստեղծվել, ավելի շատ մոտ է դիզայնին, որովհետև ինքը ոչ մի բան չէր փորձում խնդրականացնել, այլ փորձում էր տենց աշխարհը էսթետիզացնել, ավելի տենց հղկված եւ ավելի հաճելի դարձնել մարդու համար, էլի, ամեն ինչ միտված էր այդ մարդու կոմֆորտը, դա մի հատ տեղ էր, որտեղ դու քեզ զգում ես որպես դիտող, որպես արվեստի սպառող, ավելի
հանգիստ, ավելի, չգիտեմ, աշխարհդարմեր ավելի տրամաբանական եւ ըմբռնելի։ Հետո, հա, եւ համապատասխան բոլոր մարդկանց, այլ արիստոկրատներին, ովքեր ունեին դրա համար վճարել։ Իհարկե, վերջերս Լուվրում այ այդպես գնում եմ կիլոմետրերով նույն ոճի նկարները, քանդակները ու մի ժամ հետո ձանձեցած, ոնց կարելի է 300 տարի նույն բանը նկարել։ Կարեն ո՞նց ես մի ժամ դիմացի ես դրան։ Դե էտել է, հենց էտել ժամանակակից մարդը իրոք դրան նայում է իբրև շատ ձանձրալի ու միօրինակ կրկնողություն։ Այո, որովհետև մեր ժամանակի զգացողությունն էլ է փոխվել։ Եվ եթե կային նախկինում այդ հավերժական հասկացողությունները, որ այս բանը դե հավերժ է, այսինքն ինչ որ հաստատուն եւ մնայուն արժեք ունի, երևույթ ունի, հա, երևույթը հետ շատ արագ 18-րդ դարից, այսինքն եվրոպական լուսավորչականությունից հետո դա սկսեց փոխվել, որովհետեւ այն ինչ որ թվում է թե մնայուն է եւ անքակտելի է, սկսեց շատ արագ եւ ըստ դրա արվեստի այդ առաջընթացը սկսեց ուժ գնանալ։ Երբ որ տեսնում ենք թե ինչ էր կատարվում 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում, ինչպեսի արագության ուղակի այդ արվեստի դաշտը, արտի արվեստի դաշտը ուղակի գալիս տրակեց բառացիորեն ու գնաց շատ տարբեր ուղղություններով, համեմատած օրինակ նույն 17-րդ դարին, երբ որ հոլանդացիները նույն ոճի մեջ 100-200 տարի նկարում են ինտերիերներ, ծաղիկներ, չգիտեմ, եւ ծովանկարներ եւ Սպանդել է ինչ է նկարում։ Հա, եւ կան մի քանի ժանր, բատալիայի ժանրը, օրինակ շատ են սիրում օրինակ հոլանդացիները կռվի նկարները, չգիտես խի, բայց դե այդ էլ է հետաքրքիր, որովհետեւ օրինակ մենք էլ ենք, չէ՞, սպառում բռնության պատկերներ։ Ու տեսնում եք, որ դա եթե նայում ես պատմական նկարը, տեսնում ես, որ նոր բան չի իրականում այդ բռնություն տեսնելը, այսինքն մարդը ոչ միայն գեղեցիկի կարիքը ունի, ինքը նաև պետքա արվեստի միջոցով նաև կարողանալ վախերի հետ նայել, այո, առնչվել իր վախ հետ։ Որտեվ հետո դա էլ հասկացան արվեստագետները, իհարկե շատ վաղուց գիտեն, բայց այդ ավելի շոշափելի եւ ձևակերպված դառավ մի քիչ ավելի ուշ, որ արվեստը նաև այդ վախերի հետ խոսալու մոտեցնելու ոնց որ մոտեցնելու եւ մարսեցնելու, հա, միջոց է, այսինքն պատկերների միջոցով դու կարող ինչեն մարդիկ օրինակ նայում սարսափ ֆիլմեր, որպեսզի կարողանան առերեսվել իրանց վախերին, բայց նույն ներքին ստվերներին։ Սա շատ հետաքրքիր թեմա է, բայց մենք ցենց պետք է անդադ սխմենք ժամանակի մեջ ու քանի որ խոսեցինք սպառողից ու միջև էլ խոսում էիր ոնց որ հեղինակություններից, հիմա արի փորձենք հասկանալ ինչքան էլ որ մի քիչ անշնորհակալ գործ է, ով է այսօր հեղինակը, այսինքն մենք ես պատմական ակնարկ այնքան լավ չեմ անի, ինչքան դու, բայց մենք գիտենք որ ինչ որ բայց սկսած դե ինչքան դեպի մոդեռնիստական ոնց որ լայնումներ եւ վերանայումներ գնացինք, այնքան հեղինակի հարցը վիճարկվել է։ Այսօրվա նույնիսկ եւ վաղվա տենդենսները, եթե մտքում ունենանք, ինչ է լինելու հեղինակի հետ։ Հեղինակը կորելու է, ձուլվելու է սպառողին կամ դիտողին, դառնալու ենք համաստեղծող, թե ընդհանրապես Թե նորից մեկը գնալու ենք ինձ համար զարմանալի էր, այն ցախական ուղությամբ ու կանչենք մեկին, որ ասի, սա հեղինակն է, սա հեղինակը չի ուզում ասել։ Հա, հեղինակի հարցը դժվար հարց է, ընդհանրապես հատկապես այսօր, երբ որ տեխնոլոգիաները այն աստիճանի են հասել, որ իրոք էութենաբանական, գոյաբանական ձևով մեծ հարցի տակ են դնում, թե այսօր ով կարա լինի, այ հենց հիմա, հենց այս պահին, որովհետև իհարկե հայտնվել են տեխնոլոգիաներ, որտեղ այդ հեղինակը առանձնապես կարող է, որպեսզի ինչ որ արվեստի համակնող արտադրանք տա, ինքը չպիտի ունենա այն վարպետությունը, այն կշիռը, այն գործիքակազմը, որը ամանդաբար
արվեստեղծող հեղինակը ունեցել է, այլ ընդհանրապես պետք է ունենա որոշակի գաղափար, մուտքագրի բանը, հա, prompt-անի արհեստական բանականության որևիցե ինչ-որ application եւ ստանա նմանակում, հա, արվեստի գործին։ Հիմա ես չեմ ասում, որ դա արվեստի գործ է, այս բանին ասենք նմանակում եւ բարձր չէ որ այդ նմանակումը ստեղծվել է բազում այլ հեղինակների գործերի համադրման շաղախման միջոցով ու ստացվել է ինչ որ միջին անհասկանալի մի բան հա մոտարկում շատ լավ բառ հա դե սենց տափակացված մի հատ ստանդարտիզացված մի տեքստ վիզուալ կամ դեպ ոչ միայն եւ այդտեղ արդեն հարցը առաջանում կա ընդհանրապես այդտեղ հեղինակ թե արդեն սպառող հեղինակ այդ սահմանագիծը ընդհանրապես վերացել է որովհետեւ նույնիսկ եթե դու prompt ես գրում դու շատ ես հեռանում քո սպառողի կարգավիճակից դու ընդամենը ասում ես ինձ այս բանն է պետք հա հա Այսինքն դու տեխնոլոգիայից ստանում ես մի բան, որը քեզ պետք է, գրեթե պատրաստի ձևով, մի քիչ մոդիֆիկացումների ես ենթարկվում եւ ստանում ես այն ինչ որ ավանդաբար մեկ ուրիշը մասնագիտացված պետք է նստեր, չգիտեմ, օրերով, շաբաթներով կամ տարիներով քո համար ստեղծել։ Դա իր հերթին, իհարկե, այս խոսակցությունները էլի շատ հերու են գնում պատմականորեն դրանց արմատները Ռոլան Բարթ եւ Ֆուկո, բայց Վոլտեր Բենյամին եւ այլն այն մարդիկ, որոնք սկսում են հենց այդ նոր տեխնոլոգիաներից բխվող տեսություններին անդրադառնալ ու հարցի տակ դնել նախ իմացաբանական տեսանկյունից, օրինակ, ինչա կատարվում, երբ որ մարդը կարդում է նոր տեքստ տարբեր մարդիկ կարդում են նոր տեքստեր եւ դրանք տարբեր ձևերով իրենց մեկնաբանությունները կարող են տարածվել եւ այլն եւ օրինակ Ռոլան Բարթի հայտնի տեսությունը այն էր որ ցանկացած անգամ երբ որ ինչ որ մեկը կարդում է օրինակ գրական գործ ստեղծում է նոր տեքստ այդ համաստեղծումը չի այդ մի քիչ ուրիշ հարց է թերևս բայց Այն որ ինքը ասում էր, որ դա չեզոքացնում է հեղինակի մեծատառով հեղինակի այդ սինգուլյար ոնց է հայերեն եզակի հեղինակի եզակիության այդ դրույթը այդ միանշանակ է եւ իհարկե շատերը ասում են դե Բարթը սխալվեց, որտեվ հեղինակը ոնց որ թե հələ կա էլի մենք ինչ որ ձևով տենց տեղ են գտել իրան պահպանելու որովհետև հասարակությունը կարիք ունի միֆիկականացման ինքը կարիք ունի հեղինակին որպես այո հեղինակին որպես միֆ որպես հերոս որպես իմաստ թելադրող հա էլի հեղինակին որպես հեղինակություն պահելու դրա համար ես ասացի որ այսօր շատ անգամ արվեստագետը դա ոչ այնքան հեղինակ է այլ հեղինակություն է որը բյուրոկրատական որոշում է կայացնում տվյալ բանը կամ երևույթը սահմանել թե ոչ հեղինակ եւ հեղինակություն եւ ես գտնում եմ որ այդ տենդենսը շարունակվելու է այսինքն հեղինակը ավելի շատ վերածվելու է հեղինակության եւ գիտեք դա լինելու են շատ տարբեր տեսակի մարդիկ ինֆլուենսերներից սկսած մինչեւ ամենաանսպասելի անձը կարող է մեկել դառնա այդ արվեստագետ հեղինակություն ասածը, որովհետև ինքը կարողացել է ճիշտ ձևով օգտագործել այդ գործիքակազմերը, որ չեն տրամադրում այսօրվա հասարակությունը, բայց այդ չի նշանակում, որ մենք դրա հետ պետք է համակերպվենք։ Էլի օրինակ տամ հիմա այսօր շատ մեծ շուկայական արժեք ունեցող արվեստագետներից մեկը ընդհանրապես Դամիեն Հըրստը, կամ Ջեֆ Կունցը, իրենց սեփական գործերը չեն արտադրում։ Այսինքն, դա դու կարող ես գնալ, չգիտեմ, Գագոսյանի մոտ առնել այդ քանդակը կամ այդ կտավը, բայց այդ
վկայականով բանով որ դա Damien Hirst-ն է, բայց Damien Hirst-ը այդ գործին չի կպել ընդհանրապես։ Ինքը օքեյ է ասել, Ինքը ասել է էլի prompt է տվել բառից բունի մաստով իր տասնյակ ուսյալներին չէ, ասի կոնկրետ արդեն մասնագիտացված նկարիչներ, որ իր մոտ աշխատում են որպես ասիստենտներ, օգնականներ եւ այդ գործարանային միջավայրում այդ օգնականը վերցնելով այդ prompt-ը վերածում է այն կատարում է վերածում է գործի եւ Hearst-ը ընդհանրապես գալիս է ստորագրում է կամ իսկ կարող է չստորագրի այդ գործը բայց այդտեղ արդեն այդ ոնց որ առնչությունը արվեստագետի եւ նյութական կամ ոչ նյութական արտեֆակտի միջև դե համարում ենք արդեն ոչ այդքան կարևոր այսինքն կարևորը արվեստագետի միտքն է թելադրանքն է այն լուծումների շրջանակն է որը ինքը բերում է նույնիսկ այդ համագործակցական միջավայրում եւ շատ աշխարհահռչակ արվեստագետներ այսօր ունեն ստուդիաներ, տենց ավանդական, ինչպես ոնց որ ասենք Լեոնարդոն ժամանակին ունեցել այդ նույն օգնականը կամ Ռուբենսը ինքը պրոտոտիպն է այս բոլորի, որովհետև ուներ հսկայական արվեստանոց, տասնյակ օգնականներով ու շատ գործեր, որ այսօր մենք նույն մեր պատկերասրահի Ռուբենսը արված է ոչ Ռուբենսի կողմից։ Դե շատ չենք հեռացել ֆենոմենները, այսինքն այս պատմական ֆենոմենները իրանք հատկություն ունեն անընդհատ վերադառնալու, կրկնվելու, իրոք այս առումով պատմությունը շրջանի նման է ու ինքը վերադառնում է ու տեսնում եք, որ ինչ հետաքրքիր է այսօր մտածել Ռուբենսի մասին մեր խնդիրների շրջանակներում ու տեսնել, որ դե օրինակ ոնց են իրանք այդ պատմական միջավայրում հասարակությունը անդրադառնում այդ ֆենոմենին, որ օրինակ Ռուբենսը դառնում է մասսայական, այսպես կոպիտ ասեմ, pop artist-ա դառնում, ինչ որ առումով, որտեվ իր սպառման շրջանակը այդ 18-րդ դարում հսկայական էր, ոնց էր հասարակությունը ընդունում այդ ինչ էր ինքը դրա մասին, ոնց համակերպվեց դրա հետ, ոնց համակերպվեցին արվեստագետները, երբ որ ի հայտ եկավ լուսանկարչությունը օրինակ եւ դրուկ արմատականորեն փոխեց արվեստի շուրջ պատկերացումները։ Նույն տեղ ենք մենք այսօր արհեստական բանականության պատճառով իհարկե այս կարգի ծայրահեղ վիճակ երբեք չէր եղել։ Հուսով եմ, որ սա ընդհանրապես նմանատիպ պատմական շրջադարձ է եւ մի քանի տարի հետո ամեն ինչ իր տեղը կընկնի։ Մի քանի։ Ուզում եմ մի քիչ խոսենք այս ժամանակակից արվեստի շատ կարևոր, անկալման շատ կարևոր այնպիսի ասպեկտի մասին, ինչպես քաղաքականացվածությունն է։ Նենց տպավորություն ունեմ, որ մեր հասարակությունը չէ պարբերացնում ուր են մտավորականները եւ դա հիմնականում վերաբերում է ինչ-որ սուր քաղաքական հարցի շուրջ դիրքորոշում արտահայտելուն։ Նաև միջազգային փառատոներ, բիենալեներ, նենց զգացողություն է, որ ակնկալվում են այնպիսի արվեստագետներ եւ գործեր, որոնք քաղաքական հայտ ունեն իրանց մեջ, այսինքն ինչ որ քաղաքական օրակարգ են սպասարկում, օրինակ հակապատերազմական դիսկուրսին են մասնակցում կամ կանանց իրավունքների ֆեմինիստական ինչ որ գաղափարներ, էկոակտիվիզմ դու ինչ ես կարծում, սա այս մայնսթրիմի կողմից պարտադրված կաղապար է արվեստին, թե ամեն դեպքում արվեստը, ժամանակակից արվեստ չի կարող չլինել քաղաքական, այսինքն ցանկացած կերպով ինքը դիրքորոշում է քաղաքական իմաստով։ Հա, ես կարծում եմ, որ ինքը չի կարող չլինել քաղաքական, բայց քաղաքական ավելի մի քիչ լայն իմաստով, էլի, այսինքն քաղաքականություն ստեղ պետք է հասկանանք ինչ նկատի ունենք ռեալ պոլիտիկա այսօր մենք խաղաղության պայմանագիր ստորագրում ենք թե չենք ստորագրում թե օրինակ ինչ է նշանակում ազգ օրինակ այդ հարցադրումը կամ ինչ է նշանակում արվեստ ինչ է նշանակում լինել այդ բոլոր իմաստային սահմանումները որոնք արվեստի հենց նյութն են չէ բովանդակությունն են դրանք քաղաքականություն է, որտեղ եթե դու սկսում ես իմաստ սահմանել, նշանակություն սահմանել եւ այլն, դու քաղաքական որոշում ես կայացնում։ Դրա համար նույնիսկ գեղագիտությունը, էսթետիկան ինչ որ առումով քաղաքական
եզր ունի, որովհետև ինքն է իմաստ ստեղծում շատ երևույթների շուրջ։ Հետևաբար նույնիսկ երբ որ թվում է թե ժամանակակից արվեստի գործը ապաքաղաքական է, ասենք, չգիտեմ, չնայած այնքան դժվար է որ իմաստի հարցը հավերժական էգզիստենցիալ հարցերին անդրադառնում, ասենք, չգիտեմ, ռեալ այսօր գոյություն ունեցող, չգիտեմ, օրինակ պոլիէթիլենը տոպրակ պետք է օգտագործել, թե չէ, էկո ակտիվիզմ էլի, ակտիվիզմ է։ Որ մակերեսայնության բան չես տեսնում դրա մեջ։ Կա դրա մեջ, կա նաև հասարակական պատվեր, բայց ես կարծում եմ նաև որ շատ արվեստագետներ անկեղծորեն ուզում են որպեսզի իրենց արվեստը ունենա որոշակի չասեմ կիրառականություն, բայց ներազդություն, այսինքն մասնակից լինի, պատասխանատվության հարց է, հա, որովհետև երբ որ դու արվեստագետ ես, դու մտածող ես, դու աշխատում ես շատ բարդ հասկացողությունների երևույթների հետ ու ինչ որ առումով քո վրա է դրված այդ մի կողմից իրական շատ սարսափելի պատասխանատվություն մեծ պատկերը տեսնելու մեծ իրականությունը տեսնելու, հա, եւ մեծ հարցեր տալու, որը օրինակ հասարակ մարդու համար գիտեք շատ վախենալու է։ Չես առավոտը արթնանում ու մտածում իսկ իմաստ ունի, այս Աստված կա թե չկա, իմաստ ունի ես գնամ գործի, իմաստ ունի երեխեք ունենամ, ես խի եմ այս երեխեքին ունենում, եթե վաղը մյուս օր ապոկալիպս, հասկանում եք, այս մեծ հարցերը դրանց մասին անընդհատ մտածելու ու հա խուսափելու ու շատ քչերն են իրականում առօրյայում դրանց մասին ինչ-որ ձևով մտածում իսկ արվեստագետը դրա մասին պետք է մտածի անընդհատ մտածի ու դեռ մի բան էլ մետաֆորայի մի բան էլ խտացնի եւ ըմբռնելի մի հատ ֆորմայի բերի որովհետեւ արվեստը միշտ կապված է ֆորմայի հետ դու պետք է դա ձև սարքես որը ես կարողանամ ասենք որպես արվեստագետ ցույց տալ մեկին ու ինքը հասկանա գոնե ինչ-որ ձևով թե ինչին եմ ես հղվում ոչ թե ինչ եմ փորձում իրան հրամցնել կամ բացատրել, բայց ինչի շուրջ եմ ես ուզում, որ ինքը մտածի։ Եվ իհարկե դա կարա ունենա շատ մակերեսային, նույնիսկ ինչ-որ առումով թատերականացված ֆորմաներ եւ ես շատ հաճախ եմ ցավոք սրտի այսօր տեսնում թանգարաններում, բիենալենում այդ կարգի արվեստ, որը տենց մի քիչ նոմենկլատուրային է, գիտեք, ասենք մեկ էլ sense տեսնում ես, որ այսօր ինչ որ sense մի հատ տրենդային թեմա կա ակադեմիայում կամ բանում, որտեվ շատ արվեստագետներ այսօր նաեւ դուրս են գալի ակադեմիական կրթությամբ, ոչ թե խոսքը գնում է վարպետության մասին, չէ, այլ ունեն տեսական կրթություն, խոսքը տեսության մասին է գնում առաջին հերթին եւ ինքը սկսում է արդեն մտածել որպես տեսաբան, ինչ որ գիտական օրակարգերի հարցերի շուրջ է սկսում մտածել եւ փորձում է դրանց համար գտնել ինչ որ վիզուալ ֆորմաներ ու դա շատ ակնհայտ է, նույնիսկ մեկ-մեկ արդեն գիտես թե որ կոնկրետ դպրոցից է։ Ավելի շատ ոնց որ կա, որ ոնց որ իր ոլորտը ներկայացնի ու գնա, քան անգամ այդ առաջադիմությունը արդեն շտամպի տակ է։ Մի քիչ կա այդ պահը, բայց դա արդեն բխում է նաև շուկայական, հա, բաներից, համատեքստերից։ Ես ամեն դեպքում գտնում եմ, որ իհարկե ինչ որ մի պահի, հատկապես 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին, երբ որ փլուզվեց վերջին ուտոպիան խորհրդային միությունը ու այդ իրական շատ ողբերգական էր, այդտեղ կա զավեշտալի իրոնիկ պահ, որ խորհրդային միության փլուզումը իրական ողբերգություն էր հենց արևմուտքի համար, որովհետև դրանից հետո իրանք հասկացան, որ հնարավոր չի այս համամարտկային ուտոպիա ստեղծել, ինքը բերում է փլուզումների, կործանումների, հետո դա շատ ուշ հասկացան նաև մեր արվեստագետները, իրանց մոտ էլ սկսեց այդպես մելանխոլիկ, ինչ-որ մի հատ դեպրեսիվ շրջան, որ իրանք հասկացան, որ արվեստը անզոր է ընդհանրապես որևիցե բան փոխվել։ Տենց հավակնություն ունեն, հա, արվեստը։ Դե հա, իհարկե, մեր հատկապես մեր պարագայում 90-ականների սերունդը շատ սենց 80-ականների
այո, իրանք վերածվի, բայց մտավորականություն այդ չէ, եթե նայում ենք ծառով եւ օգտերն եղել հեղինակություն, հենց գրողները, նկարիչները եւ նրանք իհարկե մտածում են, որ իրենք են հղվելով այդ վաղ շրջանի ավանգարդիստներին, իրենք են ձև տալու ապագային, հա, այդ ապագայի ֆորման է, դրա համար են իրանք իրենց կոչում ավանգարդիստներ, որովհետև նույն բանը փորձում են անել Ռուսաստանում, ասենք ռուսական ավանգարդը, չէ, կոնստրուկտիվիստները, իրենք ասում են մենք են թելադրելու ապագայի քաղաքական, սոցիալական ֆորմաները։ Հիմա արվեստագետները շատ ավելի համեստ։ Իրանք հասկանում են, որ իրանք չեն կարող ապագայի ֆորմաներ թելադրել, մտածել, նույնիսկ ապագայի մասին մտածելը այսօր դարել է պոստմոդեռնիստական, դե չեն մտածում ապագայի մասին, ու այդ դրա համար արվեստը միշտ մնում այսօրվա ժամանակակից է, ինքը չկա այնտեղ վաղը չէ մյուս օրը, որտեղ ոչ ոք չի նայում այդ ապագային։ Բայց մենք նայում ենք Դե մենք հիմա այդ բարդ հարցը պոստմոդեռնիզմի հետ կապված արդյոք արվեստը այսօր ցանկացած իր ֆորմայով ունակ է նայել եւ մտածել եւ երևակայել ապագան հիմա մի հատ ընթացք է ձևավորվում այդ այսպես կոչված որոշ շրջանակներում մետամոդեռնիզմի ընթացքը որ ասում եմ որ տենց դե մենք վերադառնում ենք այդ մոդեռնիզմի ընդհատված կամ սպառված պրոյեկտին եւ փորձում ենք իրան տենց ինչ որ առումով բարեփոխ ռեֆորմի ենթարկելով վերադառնալ հա մի քիչ իդեալիստական դրույթներին բայց որոշ մեկը պետքա փորձել իմաստներ գտնենք պետք է փորձենք օրինակ նույն այդ քաղաքական ներգրավվածության արվեստի միջոցով ինչ որ հարցեր բարձրաձայնել, լուծել, չի կարա արվեստը пассив լինի, այլապես իմաստավորն է, ուղղակի տենց տխուր ձևով հաստատես, որ դու ունակ չես այս քաոսի մեջ որևիցե բան։ Դու գործող անձ չես, էլի։ Մենք շատ ոնց որ թե քիչ ժամանակ ունենք, ես իմ հարցից մեկից արդեն հրաժարվեցի, բայց այս այնուամենայնիվ ես ուզում նորից վերադառնալ ոչ թե արվեստագետին կամ արվեստի ոլորտին, այլ մարդուն, ով նայում է այդ արվեստին կամ իր վրա այդ արվեստը ինչ որ ձև ազդում Մարդ ըստ էության, հա, դու ասացիր, որ ինքը հեղինակության կարիք ունենալու է, կարծես եթե քեզ ճիշտ եմ հասկանում, բայց ինձ մոտ էլ ուրիշ միտք առաջանում, հակառակը կարող է մարդիկ շուտով ասեն, ես էլ եմ հեղինակ ու քեզնից պակաս հեղինակ չեմ, որտեվ AI կա, այսինքն կարա գա մի պահ, երբ որ ոչ թե երկար բարակ խոսացի, բայց որ մարդու կարիքները արվեստի հետ կապված փոխվեն, այսինքն այլևս իսկապես արվեստի կարիք, որպես այդպիսին չլինի, որովհետև մարդը կարա նստի, իր պրոմպտը գրի, իր սիրուն վիզուալը տեսնի ու այդտեղ ինչ կարգավիճակ է ստանում, թեկուզ այն հեղինակությունը, որին մենք հուսով ենք, որ ինքը կամ չգիտեմ ինչու եք դուք հուսով, որ ինքը պիտի մնա, ուզում մի քիչ երկար խոսացի, բայց հասկանում եմ, գիտես, ես չեմ կարող ասել ոնց կզարգանա այդ ամեն ինչը, բարձր բայց ես կարող եմ ասել, որ պետք է մտածել, որ այդպես էլ կարող է լինի, միանշանակ։ Այսինքն, այո, ես կարող եմ, գուցե եթե ոչ պատկերացնել կամ բայց երևակայել իրավիճակ, որտեղ արվեստ, այնպես ոնց որ մենք ենք հասկանում կամ ընդհանրապես այդ երևույթը ուղղակի կվերջանա, որտեղ կստեղծվի բացարձակապես նոր հասարակություն, գոյաբանական լրիվ այլ ձևաչափերով, այլ որի ոչ միայն կարիքներն են ուրիշ, այլ ընդհանրապես տվյալ մարդ էլ չեմ կարողանում ասել։ Ես չգիտեմ դա կլինի մարդ ընդհանրապես, հա, հետ մարդկային ինչ որ մի սուբյեկտ, որի առնչությունը իրականությանը, հարաբերակցությունը իրականությանը բացարձակ այլ ֆորմա կարող է դա մաթեմատիկական, ինչ որ լրիվ ուրիշ, հա, ուրիշ բանի մասին, որ մեր օրինակ գիտակցությունը, գիտակցության սահմանները թույլ չեն տալի այս պահին երևական միանշանակ դա կարա լինի եւ ինձ թվում է նույնիսկ անխուսափելի է, որովհետեւ դե այդ
հետ է գնում այն հարցին, թե ինչա լինելու մարդը, լինելու է մարդը, թե չլինելու է մարդը, հա, պետքա մտածենք, չէ՞, այսօր այդ հիմա որ ասում եմ արվեստագետը մտածում է այդ մեծ հարցերի մասին, այդ նաև այդ մեծ հարցերից մեկն է։ Լինելու է մարդը, չլինելու մարդը, ինչա ոնց է մարդը վերափոխվելու այս տեխնոլոգիական հեղաշրջումների արդյունքում եւ ինչա մնալու մարդկություն հասկացողությունից այս ամեն ինչի տակ, այսինքն Դե առնվազն որպես պրովոկատիվ հարց շատ կարևոր է։ Հա, դե իհարկե, բայց պետքա փորձենք երևակայել ու համենայն դեպս այսօր արվեստը մեզ օգնում է դրա հետ այդ ծանր եւ վախենա տագնապալի, հա, ինչ որ առումով կամ չգիտեմ, մարդիկ էլ կան ասում են ինչ լավ է որ կպրծնի վերջապես այս անկապես մարդկությունը կան արվեստագետներ, որ ես օրինակ տեսել եմ մի քանի տարի առաջ մի գործ Վենետիկի բիենալեում չինացի արվեստագետի կողմից, որը ռոբոտով արված աշխատանք էր, այնքան ավելի հուզիչ գործ ես շատ վաղուց չէի տեսել իմ կյանքում, ես կանգնած էի ուղղակի, ոչ միայն ես, հոց բազմությունը կանգնած ապշած նայում են այդ աշխատանքին, շատերը արտասվում են, որովհետև ոնց էր արվեստագետը կարողացել մարդկայնացնել այդ մեքենային, որը ոչ թե մարդակերպ ռոբոտ էր, ընդհանրապես մեխանիկական մեքենա էր, որը գործողություններ էր անընդհատ կրկնում, շատ տենց մետաֆորիկ ձևով թափանցիկ գործողություններ կապված տենց մարդկային էության հետ ասոցիացիվ որոշակի գործողություններ ու դա շատ դրամատիկ էր, դա շատ հուզիչ էր ու դու մեկ էլ սկսում ես տարօրինակ ձևով այդ մեքենային, այդ ռոբոտին ապրումակցել, դու տեսնում ես, որ կարա լինի ինչ որ ոչ մարդկային մի սուբյեկտ, հա, որը ունի զգացումներ, ունի ցավ, կարող է ապրել դա, իհարկե դա բարձր այլաբանական, փոխաբերական տեսքով էր ներկայացված, բայց ինքը քեզ մոտեցնում է մի հատ իրականության, որտեղ դու կարող ես շատ թեթև, բայց շփվել այդ ապագայի, այդ անհնարին ինչ որ երևույթին ու դա է ֆանտաստիկ, դա է արվեստի այդ կարողությունը, որը մեկ ուրիշ բան մեր իրականից դեռ այդքան երևակայելու ազատությունը չէ, մենք չենք կարա հետաքրքիր տեղ գնաց խոսակցությունը, ուզում եմ մի քիչ էլ խորանանք այս ուղղությամբ, այսինքն դու նկարագրեցիր արտեֆակտ, որը ինչքան էլ տեխնոլոգիական էր բարդ եւ նկարագրեցիր քո արվեստային փորձառությունը, քո ապրումները Այ ինչ ես կարծում, կարող է ապագայում արտեֆակտը հələ մնա իբրև արվեստ, թե կարող է վերանա իբրև արվեստի նմուշ, այլ եւ ի հայտ կա մենակ արվեստային փորձառությունը իբրև արվեստի մնացորդ, այսինքն ըլնեն արվեստագետներ, որոնք մարդկանց հիշողություններն են դիզայն անում, երազներն են դիզայն անում, կամ ստեղծում են բացառիկ ինչ որ թեկուզ թվային տեխնոլոգիա փորձառություններ, որ մարդը ինքն է իր ինտերակտիվ հարաբերության մեջ բացառիկ ունիկալ ձևով ստեղծում ես ինչքան գիտեմ ի սկզբանե պատմության ընթացքից ամենահին արտեֆակտները միշտ ունեցել են ինչ-որ այդ ծիսականության, մոգականության, կիրառականության այդ էլեմենտը այդ հիմա որ թվում է թե կա ինչ-որ թանգարան արվեստ եւ կա մեկը որը դիտողն է դրա կարող հետագայում էլի գան կպնան իրար մի ձև ինչ ես կարծում դե արտի արվեստը Եվ ավանգարդը հատկապես միշտ տարել է նրան, որ արվեստի առարկա եւ իրականության սահմանները ընդհանրապես ջնջվեն եւ արվեստի գործը մտնի ընթացիկ կյանք, դառնա այդ կյանքի մի մասը եւ սկսի այն ձևավորել, հա, այլ հենց այնպես ինչ որ ինչպես դու ասեցիր, ասենք օրինակ մենք արվեստագետ ինչ որ մեկը, որ պայմանականորեն իրան արվեստագետ է համարում կամ նստում է ու ասենք ծրագրավորում է ասենք քո երազը դու պատվիրում ես կամ չգիտեմ չես պատվիրում ես քո երազը դիզայներ աշխատել հիմա օրինակ բայց նույնիսկ այդպես ֆիլմեր կան չէ The Eternal Sunshine of կինոներ հա կինոներում կան այդ սցենարները որ տեսնում ենք որ
Եթե կինոներում կան, այդ ես խորապես հավատում եմ, որ մի օր դա այդ նույնիսկ եթե հոկեբանը այստեղ նստած ասում է, որ դա դեռ ոնց որ չի սպառնում։ Դե պատմականորեն հələ որ այդ դեռ չենք հասել։ Դե կինոն այդ առումով շահում է, որովհետև շատ բաներ կան, որ կանխատեսում է, այո, իհարկե։ Եվ միանշանակ դա հնարավոր է ու ես կասեի, եթե համոզված եմ, որ դա տեղի կունենա, բայց միևնույն ժամանակ դες տեխնոլոգիան եւ այդ մշակութային շրջադարձերը շատ տարօրինակ արտահայտումներ ունեն կամ շատ տարօրինակ անսպասելի նույնիսկ անտրամաբանական հետևանքների են բերում, օրինակ կարող է նույնիսկ ուղիղ հակառակը տեղի ունենա։ Այսինքն, երբ որ վիրտուալը դառնում է ամենահաս եւ ինքը դառնում է ամենուր մտնում է քո առօրյա արդեն մտել է, այսինքն հեռախոսը իր էկրանում մենք անընդհատ իր մեջ ինքը մարմնի մաս է միանշանակ եւ այդ ֆորմաներն էլ արդեն ժամանակակից արվեստը վաղուց ի վեր հրաշալի ձևով պատկերացրել է, երևակայել է բայց երբ որ կա այդ վիրտուալության եւ ոնց որ այդ բառը չեմ կարա օֆլայն է նկատի։ Չէ, saturation, էլի որ դու հագեցվածություն, երբ որ կա այդ վիրտուալության հագեցվածությունը, խտացվածությունը, որ դու այնքան իր մեջն ես, որ արդեն դրանից դուրս քո համար իրական չիրականի սահմանը ընդհանրապես չեզոքացված է, այն վայրերը, որտեղ դու գոնե ոչ թե պայմանական, այլ տենց լեգիտիմացված ձևով գիտես, որ օրինակ այս տարածքը իրականը, նյութական, ֆիզիկական կանոնների իմաստով, իրանք դառնում են էլ ավելի պահանջված։ Ստեղծվում է հիմա օրինակ ապրում ենք մի դարաշրջանում, երբ որ կա առաջանում է նոստալգիա իրականի հանդեպ։ Շոշափելի հանդեպ։ Հա, դրա համար հենց այս պահին տեսնում ենք մի հատ շատ հետաքրքիր սոցիալական ֆենոմեն, որը կապված է թանգարանների եւ ցուցասրահների հսկայական եւ աճող պոպուլարության հետ։ Ինչու օրինակ Լուվրի այցելությունները կամ մեծ թանգարանների այցելությունները սկսեցին կրկնապատկվել, եռապատկվել հենց այն պահից, երբ որ հայտնվեց ինտերնետը։ Թվում է թե ուղիղ հակառակը չէ պետք անել, եթե ես կարողանում եմ վիրտուալ ինտերնետով սկսեցին տալ։ Հա, բայց եթե ընդամենը ինձ հերիքա, որ չգիտեմ, տեսնեմ վիրտուալ 360 աստիճանով այդ ամբողջ սրահները, նույնիսկ Google Art Projects-ում դու այնքան մոտ կարող ես գնաս այդ նկարին, որ մտնում ես մեջը, դու թանգարանում դու հնարավորություն չունես նկարին ասենք 1-2 մետրից ավելի մոտ գաս, իսկ մեկ-մեկ դու ուզում ես այտենց գաս, կպնես, շոշափես, այդ վիրտուալը քեզ հնարավորություն է տալի, բայց միևնույնն է, դու ուզում ես մեկ էլ ասում ես, չէ, բայց ես ուզում եմ գնամ տեսնեմ այդ գործը տեղ կախված, որտեղ հաղորդակից դառնամ։ Ոչ միայն հաղորդակից դառնաս, ոնց որ իրականության զգացողությունը ինքը քեզ օգնում է արվեստի գործը միշտ ինքդ քեզ քո մարմնում զգալու։ Վիգեն, երևի վերջին հարցը, խոսում էիր ու շատ պատկերավոր, ես ոնց որ վիզուալիզացնում եմ ինձ համար այդ համատեղ փորձառության հարցը, հիմա այդ համատեղ փորձառության մաս, եթե խոսենք երկրների մասշտաբով, հա, մենք կարողանում ենք գլոբալ պատկերին մասնակցել։ Այ գլոբալ փորձառությունը ո՞րն է, որ արտադրվում է նոր միտքը, թեկուզես բոլոր քննարկումները գնում են եւ այլն, Հայաստանն էլ ավելի հաճախ գոնե մեր տպավորությամբ ուղղակի բերում է, տեղայնացնում է, մասնակցում է այդ առումով, թե անում է ավելին։ Որտեղ այդ բերել տեղայնացնելն էլ է կարևոր։ Նախկինում շատ հաճախ նույնիսկ դա տեղի չէր ունենում, իսկ այսօր պահանջը եւ մղումը հաղորդակցվելու այդ մեծ հոսանքներին եւ իրադարձություններին շատ ակնհայտ է, թե պետական մակարդակում, թե սոցիալական, հասարակական, եւ այսօր տեսնում ենք, որ մեր հասարակությունը ինքնին դառել է շատ ավելի մոբիլ, ինքը շատ ավելի շարժունակ է եւ ինքը չի վախենում գտնվել այդ հոսանքների մեջ։ Նույնը կարելի ասել մեր մշակույթի
եւ արվեստի երևույթների մասին, այսինքն կա շատ հաճախ ես լսում եմ այդ մեղադրանքը ուղված հայկական արվեստի դեմ, որ դե շատ տեղային է, շատ պրովինցիալ է, շատ էսա, շատ ածանցիալ է եւ այլն։ Ես այդքան էլ համամիտ չեմ դրա հետ, որովհետեւ դե կա օրինակ այդ Դելոզի փոքր գրականությունների տեսությունը, որ հա մեծ ինչ որ գրականության մեջ կան փոքր գրականություններ, որոնք անդադ խնդրականացնում են, տեղայնացնում են այդ մեծի, այսպես ասած, ստրուկտուրաները եւ հեղինակությունը եւ դա շատ կարեւոր գործառույթ է։ Հիմա մենք մեզ ոչ թե Բայց կարանք ավելին հավակնենք։ Իսկ ինչի հավակնենք։ Ինչու ոչ։ Ինչու ոչ հարցից ելնելու։ Դա մի հատ հարց է, որ մենք բոլորս ինքներս մեզ պետքա տանք, թե ինչին ենք մենք կարող, ինչին ենք մենք ունակ, հասկանանք մեր հնարավորությունների սահմանը։ Ես կարծում եմ, որ նախ երբ որ հասկանում ես քո պակասները, քո ունակությունների սահմանը, միայն այն ժամանակ դու կարող ես լուրջ առանջթաց ապրել, բայց երբ որ դու չես գիտակցում քո իրական սահմանները որն են, դրանք լինեն նյութական ռեսուրսների տեսքով, մտավորական եւ այլն, իհարկե դու ոչ այն կարաս անես, ոչ էլ այն կարաս անես։ Պետք է հասկանանք այդ սահմանները եւ փորձենք դրանից առաջնորդվելով կառուցել մի քիչ ավելի, չգիտեմ, ամբիցիոզ հորիզոններ, ես շատ կուզեի, միանշանակ մենք դրա ներուժը ունենք։ Այո, միանշանակ դրա ներուժը ունենք, ցավոք սրտի այդ ներուժը բացահայտվում է միայն երբ որ մենք հայտնվում ենք այդ մեծ պատումների կոնտեքստում, ասենք, չգիտեմ, եթե արվեստի օրինակը բերեմ, Հովանես Այվազովսկուց մինչև Արշիլ Գորկի եւ այլն, հա, այդ մարդիկ հայ են եղել ու կարողացել են որոշակի փոփոխություններ, շրջադարձներ առաջացնել իրենց ոլորտում գլոբալ առումով, բայց երբեք չլինելով կոնկրետ կապված հայկական իրականության հետ։ Հիմա մեծ հարց է, հայկական արվեստ եւ հայաստանյան արվեստ։ Մենք վերագրում ենք քաղաքակրթության կենտրոններում հաջողության հասած հայ ազգի այդ մեր խնդիրներից մեկն է, որի հետ պետք է աշխատենք, որտեղ երբ որ ասում եմ պետք է գիտակցել քո սահմանափակումները եւ սահմանները ընդհանրապես կամ կարողությունների շրջանակը, դա նաեւ դրան է վերաբերում, որտեղ վերագրելով քեզ այս մարդու ձեռքբերումները, որոնք կապ չունեն ընդհանրապես քո հասարակության հետ, ոչ մի ձևով, դրանք քո հասարակության կամ քո ազգի, եթե էթնոսի մասին ենք խոսում, դրանց պոտենցիալի միջոցով ծնված բաներ չեն, այլ շատ հաճախ հակառակը, հա, եւ պետք է հասկանանք մեր բանը ինչ ներուժ ունի, հա, կենտրոնանանք դրա վրա եւ կարծում եմ, որ այդ ձգտումները մենք միանշանակ պետք է ունենանք հատկապես լինելով այն կետում, որտեղ մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական իմաստով, դա իրոք բացառիկ տեղ է ու ես հավատում եմ, որ դա մեզ թույլ է տալի նաև մի քիչ այդ մեծ ձևով մտածելու, մեծ հավակնություններ ունենալու գոնե մշակութային տիրույթում, անել այն, ինչ որ միգուցե չի արվում այլ տեղ։ Շատ լավ, ես հաղորդման սկզբում համարյա խոստացել էի, որ թեվեր եւ թթվածին տվող հաղորդում ենք ունենալու, մի պահ կասկածեցի, որտեվ սկսեցինք մարդու գոյությունը կասկածի դնել, բայց մեր այս քննարկման մեջ իմ ու Կարենի այսքան ներգրավվածությունը, էմոցիոնալությունը արդեն ցույց էր տալ, թե ինչքան կարեւոր եւ մարդկային թեմա է սա բոլորիս համար, պետք է ամփոփենք եւ մեծ շնորհակալություն ասենք քեզ, Վիգեն։ Հիշեցնեմ, որ եթերաշրջանի վերջին հաղորդումն էր Բարդ Մարտի եւ ձեզ հետ էին Կարենը, Սոնա եւ Վիգեն Գալստյանը։